Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 8-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 8-ին։ Հարգելի առնետներ, այդ օր ինչ-որ միտեղ եք գնալու և երկար մնաք, կամ սպասելու եք, ինչ-որ մեկին երկար մտքերի մեջ կլինեք, կմտածեք ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բանի մասին, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, տատանվում եք, բայց բավական էմոցիոնալ, ինչ-որ մի բան է ձեզ տանջում, էմոցիաների ազդեցության տակ եք, կամ ինչ-որ մտածում եք, ինչ-որ բան, մարդը, որ ծանր ու թեթև է անում, ընտրության առջև և այսպես էմոցիոնալ ինչ անի, այդպես։ Տան հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, կամ ձեր տանը կամ պետք է գնաք, նաև դա կարող է լինել տան հետ կապված յուրաքանչյուր գործ, տեղափոխություն և այլն։ Հաջողություն ունեք այդ օրը յուրաքանչյուր գործում, դռները բացվում են ձեր առջև և կկարողանաք ավելի հանգիստ գործ անել, որը որ դժվարանում էիք անել մինչև հիմա։ Ավելի ինչ-որ մի բանը ձեզ մոտ ավելի է հեշտ անում այդ օրը։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնցով պետք է զբաղվեք, հնարավոր է բանկ է, բժշկական կենտրոն, ուսումնական հաստատություն, ժառանգության հետ կապված հարցեր, վարկերի հետ կապված հարցեր, այդ օրը կզբաղվեք դրանցով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 8-ին։
Հարգելի ցուլեր, իհարկե տարվա ծնված ցուլերին է սա միայն վերաբերվում։ Այդ օրը երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը։ Ինչ որ լուսավոր մի բան է տեղի ունենալու, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այստեղ կտրուկ կամ պարկում եք քնելու, այսպես ոնց որ քնում մի անգամից սկսում եք տանել, չգիտեմ, կամ մարդը անսպասելի կարող է վատը զգալ իրան եւ գնում է եւս էլի պարկում։ Տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, միգուցե դա է, որ էլ արդեն նյարդայնանում եք եւ ասում եք, ես գնացի քնելու վերջ։ Ինչ որ մի բան է, որը կարող է տանջում է, չեք ուզում էլ տանջվեք, ասում եք ավելի լավ է քնեմ, հանգստանամ։ Ինչ որ մի բան է այստեղ։ Կտրուկ քայլ է, կտրուկ կամ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 8-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, այդ կինը այդքան էլ լավը չէ, պես հիանալի չէ։ Նաև նամակագրական կապի մեջ կլինեք այդ օրը, SMS կարող եք ստանալ, թուղթ, փաստաթուղթ, ինչ-որ բաներ գրեք, ջնջեք, ուղարկեք փաստաթուղթ, նորություններ լսեք, փաթեթ ստանաք։ Նաև ոմանք այդ օրը կխոսեն աշխատանքի մասին, ոմանք ինձ կարող աշխատանքի վայրից ոչ նորություն եք լսում, նաև կանչում են կարող ձեզ աշխատանքի, գրում են հեռախոսով, որ արի նամակ են գրում, նաև կարող եք փնտրել այդ օրը աշխատանք ավելի շատ, հանդիպում պետական աշխատողի հետ, տատանվում եք, ծանրութեթև եք անում եւ վերջում վիճում եք։ Գտնում եք երևի ճիշտը վեճն է, հա, եւ սկսում եք վիճել դիմացինի հետ։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ եւ հանդիպում կամ շփում կունենաք ոչ տարեց տղամարդու հետ, միգուցե ինքն է գալիս ձեզ մոտ կամ դուք եք գնում իր մոտ։ Երեկոյան ժամ է այստեղ, կամ ինքն է գալիս ձեր տուն։ Այսքանը ձեզ համար կամ ուշադիր եղեք ճանապարհին, այստեղ սա նաև կարող է պետ ավտոտեսություն։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 8-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են ստեղծվում ձեզ համար, հաջողություն ունեք ՈՑ ոլորտում այն ինչ որ կանեք այդ օրը։ Նաև տան հետ կապված հարցեր կան, միգուցե առիթ է կամ ձեր տանը կամ պետք է գնաք, եւ այստեղ կամ տան հետ կապված ինչ որ պահեր են, եթե տուն եք գնում, եթե ինչ որ նմանատիպ պահեր են, ապա այստեղ մոլորեցում կա, շատ ուշադիր եղեք, թե ինչ են ասում ձեզ, ինչ են առաջարկում ձեզ, անմիջապես մի այդպես հալածյուղի նման ընդունեք, ինչ որ մի բան կա, տան հետ է կապված, որը ինչ որ խնդիրներ կան, նաև այստեղ կարող եք ինչ որ մի բան իմանալ, որ զարմանալ, որ անհնարին է, այդպես ինչ որ մի բան է, որ փուչիկի նման բացահայտվում է ձեզ համար։ Եվ այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, այստեղ հնարավոր է հիվանդանոցից է, կամ հիվանդն է լավ, կամ նաև հղիությունը, կամ ծննդաբերությունը, կամ հղիության մասին լուր է, կամ ծննդաբերության մասին լուր է։ Կարիերայում բարձրունք, կարող եք պաշտոն ստանալ, առաջ խաղացում ունենալ, կարող եք նաև այստեղ, եթե բժշկական հիմնարկությունում եք աշխատում, այնտեղ կարող է լինել ինչ-որ բարձրունք։ Նաև այդ օրը ոչ բան չունենք։ Մոռացել եմ, որ սա ասել եմ արդեն։ Մի խոսքով, կարևորը լավ օր էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 8-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք, գործերը կփորձեք առաջ մղել, որքան որ հնարավոր է, տեսնում վիդեոն առաջ է գնում, այո, գործերը կփորձեք որքան հնարավոր է առաջ մղել, օրվա ընթացքում կմտածեք, կամ ինչ որ մեկի մասին եք մտածելու, կամ ինչ որ բանի մասին եք մտածելու, և երեկոյան ինչ որ միտեղ կգնաք, երկար կմնաք, կամ կիմանաք, որ դեռ սպասում եք ինչ-որ մեկին, դեռ չկա, ոնց որ ինչ-որ միտեղ մնացել է, չի գալիս, դա այդպես է կարող լինել, ընտանիքի անդամ կարող է լինել, սպասում եք, որ գա, բայց դեռ չկա, կամ դուք եք գնալու ինչ-որ միտեղ մնաք, կամ կարող ձեր տուն են գալիս, մնում, մինչև ուշ ժամ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։
Ինչ է սպասվում օձերին հուլիսի 8-ին։ Հարգելի օձեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ուշադիր եղեք, որ ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց չթողնեք։ Հանդիպում, շփում կունենաք ոչ կնոջ հետ, նա կարող է լինել մասնագետ ինչ-որ մի բանի, բայց այդքան էլ լավ կին չէ։ Եթե ուզում եք այնպես անեք, որ գործերը նա առաջ մղի, ասեմ, որ այդպես անիմաստ եք կարծես թե սպասում։ Գործերը նա առաջ չի մղում այդ օրը։ Եվ վիճում եք կամ հենց իր հետ, կամ ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հուլիսի 8-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը բավականին շատ եք տատանվում, անընդհատ տատանման մեջ եք։ Մտածում եք, հեսա տատանվում եք, շու մի բան է ձեզ այդ օրը տանջում։ Առավոտյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, հնարավոր է նաև պետական աշխատող է, հնարավոր է նաև ձեր հայրն է, տղամարդ է, եւ որից հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ուշադիր եղեք։ Դե տատանվում եք, ինչպես արդեն ասացի, միգուցե ուզում եք դիմեք իրեն, թե ոչ, դա էլ կարող է լինել, դե համար եք տատանվում։ Եվ երեկոյան վիճում եք, ինչ-որ մարդկանց հետ եւ հետո էլի եք սկսում տատանվել։ Ինչ-որ մի բան է ձեզ հետ կատարվում։ Դա համար այստեղ կարող է վիճում եք, հետո օրինակ փոշմանում եք, որ այն ինչ որ պետք չէր կամ պետք չէր վիճել։ Դա համար պետք է վերահսկեք ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 8-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը քնած եք մնում կամ շուտ եք արտանալու, բայց ոչ է հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք ու դրա համար վիճում եք ինչ-որ մարդկանց հետ։ Գուցե իրենց եք մեղադրում, որ բաց թողացիք, կամ դե քնած եք մնացել, միգուցե դա է նաև պատճառը։ Այստեղ Եվ օրվա ընթացքում կամ դուք եք գումար տալիս ոչ տղամարդու կամ ոչ տղամարդը ձեզ գումար տալու։ Երեկոյան ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել բժշկական կենտրոն եւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ այդ օրը։ Լավ կին է։ Ու կարող գայս է ձեր տուն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 8-ին։
Հարգելի կապիկներ, օրը երկակի է եւ հաջողություն ունեք եւ խոչընդոտներ ունեք օրվա ընթացքում։ Հաջողություն ունեք ինչ-որ գործերում, խոչընդոտներ մեկ այլ գործերում։ Նաեւ երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, տան հետ կապված իրադարձությունները միգուցե առիթ է, միգուցե այստեղ նաեւ վիճում եք տան անդամների հետ, ինչ-որ մի հարցի հետ կապված, այդ օրը։ Նաեւ կարող է առանձին այստեղ տան հետ կապված ինչ-որ գործեր եք անում եւ հետո ինչ-որ մեկի հետ նաեւ վիճում եք։ Եվ ինչպես որ այս օրվա ընթացքում խոչընդոտներ կան, միգուցե ուզում եք պարկել, քնել, հանգստանալ եւ չեք կարողանում, լիարժեք ոնց որ հանգստանաք։ Միգուցե դա է։ Եվ այստեղ օձեր կան, որոնք որ ձեզ կարող են նեղացնել իրենց վերաբերմունքով, իրենց արարքով, իրենց նախանձությամբ, բամբասանքով, այդպես է կարող են ձեզ նեղացնել։ Եվ այստեղ կարող եք սիրահարվել, կամ ինչ-որ տղա է ձեզ սիրահարվում, կամ դուք եք սիրահարվում, սիրո խոստովանություն, միգուցե ձեր տղան է, եղբայրը կամ ինչ-որ մեկն է, որ շատ եք սիրում, գալիս է, տեսնում եք իրեն, այդպես եւ ուրախ եք, այդպես սիրտը լցված է կամ հարազատին եք, այդպես որ տեսնում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հուլիսի 8-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ովքեր որ աշխատում են, այստեղ ունեք աշխատանքի վայրում երկերեսանի մարդիկ։ Նաև ոմանք, եթե աշխատանք են ձեզ խոստացել, ապա ուշադիր եղեք, այստեղ մենայն դեպս երկերեսանի մարդիկ են եւ կարող են նաև ասել, բայց չանել։ Ոմանք աշխատանքի կընդունվեն այդ օրը, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, ոմանք նաև միգուցե հանդիպում եք նաև պետական աշխատողի հետ, բայց էլի պետք է հաշվի առնեք, որ այստեղ երկերեսանի մարդիկ կան։ Նաև այդ օրը երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք փաթեթ, ոչ է փաստաթուղթ նաև, լուսավոր ոչ է մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի, բայց այդ երեկոյան այստեղ վիճում եք ընտանիքի անդամների հետ, միգուցե ձեր երկրորդ կեսի հետ եւ գորգռում եք այստեղ իրար վրա, այնպես որ շատիր եղեք, երբ որ գորգռում եք, դա ձեզանից է, այնպես որ դուք եք սկսելու։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 8-ին։ Հարգելի շներ, այդ օրը ելք եք փնտրելու ինչ-որ հարցին լուծում տալու համար, նաև օձեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար խոսակցություններ, նման վերաբերմունք նաև։ Միգուցե գիտեք իրենց հետ է կապված այստեղ, որտեղ ինչ-որ բան չինգ է, իրենք են, նաև ելք փնտրել է։ Միգուցե իրոք իրենց հետ է կապված եւ մշտապես այդպես աշխատանքի վայրում կամ ինչ-որ միտեղ իրենք կան եւ այդ օրը ելք եք փնտրում այդ հարցին լուծում տալու համար։ Կամ առանձին են, ամենայն դեպս միայն դրանք են ընկել։ Նայեք նաև ամսվա նշանը, որովհետև կիսատ է կանխատեսումը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 8-ին։ Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, հեռախոսազանգ կստանաք, միգուցե դա է ուրախության պատճառը, կամ այնտեղ ինչ-որ ասում են, բայց օրվա ընթացքում վիճում եք ինչ-որ մարդկանց հետ և հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։